Հայկական բարձրավանդակը բնության եզակի տարածք է, որտեղ խաչվում են լեռները, անտառները, տափաստաններն ու կիսաանապատները։ Այս միջավայրը պայմաններ է ստեղծել կենդանական աշխարհի բազմազանության համար։ Այստեղ հանդիպում են կաթնասուններ, թռչուններ, ձկներ եւ սողուններ։ Այսօր մեր տաղավարից առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք հենց սողուններին եւ դրանցից ամենախորհրդավոր եւ հաճախ սխալ ընկալվող կենդանիներին՝ օձերին։ Օձերը հաճախ վախ են ներշնչում մարդկանց, սակայն իրականում դրանք բնության ամենահետաքրքիր եւ օգտակար կենդանիներն են։ Հայկական բարձրավանդակը բազմազան բնաշխարհն էլ հենց դարձել է օձերի բազմաթիվ տեսակների բնակատեղի։ Այս հաղորդման նպատակն է ներկայացնել, թե օձերը ինչ դեր ունեն մեր բարձրավանդակում եւ բնության մեջ։ Օձերը թերևս միակն են, որոնց շուրջ այդքան լեգենդներ են հյուսվում։ Ինչու են օձերին այդքան գաղտնիքներ վերագրված։ Արդարացված են նրանց նկատմամբ վախերը։ Մատթեոսի ավետարանում ասվում է. «Խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ աղավնիների նման»։ Նոր քարեդարյան ժամանակներից սկսած մինչև նախաքրիստոնեական ժամանակներ մեր նախնիների վերաբերմունքը պաշտամունք օձերի վերաբերյալ ոչ միանշանակ է եղել։ Նրանց պաշտամունքը հետաքրքիր ու դինամիկ զարգացում է ապրել հայկական բարձրավանդակում։ Այս սողունը խելքի, իմաստության, արտաքին եւ ներքին աշխարհների միջև կապի խորհրդանիշն է։ Իսկ դուք գիտեք, որ անգամ եղել են օձեր հմայողներ։ Մեր նախնիները մեծ պատկառանքով էին վերաբերվում օձերին։ Իսկ ինչպիսի վերաբերմունք ենք մենք տածում այսօր այս սողունների նկատմամբ։ Այժմ առաջարկում ենք դիտել «Անծանոթ Հայաստան» նախագծի հաջորդ «Օձեր եւ մարդիկ» ֆիլմը։ Լեգենդը պատմում է, որ երբ Արարատ լեռան գագաթը դեռ ջրի տակ էր, իսկ Նոյան տապանը ջրի վրա, տապանի հատակին մի անցք է բացվում։ Նոյը դիմում է տապանում հավաքված կենդանիներին։ Նա, ով իր մարմնով կփագի անցքը, կստանա ինձնից ինչ կամենա։ Այդ պահին հայտնվում է օձը եւ մտցնում իր պոչը անցքի մեջ, եւ այս վիճակում մնում է մինչեւ անձրևը դադարում է։ Մարդկությանը հայտնի կենդանիներից օձերը թերևս միակն են, որոնց շուրջը այդքան լեգենդներ են հյուսվում։ Ասում են, թե նրանք քարանում են սրինգի ձայնից, կամ թե հարսանիքներ անում, նույնիսկ ճակատամարտում միմյանց հետ։ Սակայն որտեղ է վերջանում իրականությունը եւ սկսվում լեգենդը։ Ինչու են օձերին այդքան գաղտնիքներ վերագրել։ Արդյոք արդարացված են մարդու վախերը նրանց նկատմամբ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները այդքան էլ միանշանակ չեն։ Օձերի նկատմամբ մարդու նախապաշարմունքներն ու վախերը այնքան հին են, որքան մարդկությունն ինքը։ Մեր հեռավոր նախնիները շատ լավ գիտեին օձերի վարքը, բայց այդ դեպքում որտեղից են գալիս օձերի հարսանիքների ու պատերազմների մասին զրույցները։ Մանավանդ, որ նրանք ընդհանրապես ընտանիք չեն կազմում։ Այդ դեպքում ինչին է ժողովուրդը հարսանիք անվանել, սոսկ զուգավորմանը։ Բայց չէ որ զուգավորվում են բոլոր կենդանիները։ Իսկ խնդիրը ահա թե որն է։ Պարզվում է, որ էգերին տիրանալու համար արուները պետք է ապացուցեն իրենց առավելությունը մնացածների նկատմամբ։ Բայց իր առավելությունը ապացուցելու համար արուն կարիք չունի արյունահեղության, ինչպես ուրիշ արուներ։ Նա պարզապես պետք է խոնարհի հակառակորդին, գետնին հպելով նրա գլուխը։ Եթե նա կարողանա դա անել, էգը նրանն է։ Ամուսնական գոտեմարտին սովորաբար հավաքվում են բազմաթիվ արուներ։ Կայանում է առաջին գոտեմարտը երկու արուի միջև։ Պարտված օձը հեռանում է։ Հաղթողը շարունակում է գոտեմարտը արդեն ուրիշ արուի հետ, որը քիչ հեռու սպասում է իր հերթին։ Այդպես այնքան ժամանակ, մինչև մասնակցեն բոլոր ցանկացողները։ Նման է բարի, այնպես չէ, ինչով հարսանիք չէ։ Հավաքույթ, պայքար էգի համար, պարեր, ապա եւ մերձեցում, որը, որպես պարգև, բաժին է ասնում ամենավերջին հաղթողին։ Հայկական բարձրավանդակում օձերը բնակվել են միշտ։ Արդեն Քրիստոսից առաջ 10-րդ հազարամյակից սկսած նրանց պատկերված ենք տեսնում խեցեգործական առարկաների, զարդերի, գորգերի ու զենքի վրա, իսկ ավելի ուշ նաև հեքիաթներում, առասպելներում եւ էպոսներում։ Շատ հետաքրքիր է այն դիտարկումները, որոնք կատարվել են
18-19-րդ դարում հավաքվել են եւ բանահյուսության մեջ իրենց ուրույն եւ պատվավոր տեղը ունեն։ Այնպես որ օձի պաշտամունքը շատ հետաքրքիր մի դինամիկ զարգացում է ապրել հայկական բարձրավանդակում եւ մեր նախնիների պաշտամունքային ծիսական համակարգում իր ուրույն տեղն ունի եւ այն նեգատիվ երևույթները, որը անշուշտ կապված են օձի հետ, պիտի այդ տեսանկյունից նաեւ չնայել, այլ նայել իմաստության, որպես խելքի խորհրդանշան հանդիսացող ջրի հավերժության արտաքին եւ ներքին, այսպես ասած աշխարհների կապի հետ կապած մի ամբողջականություն։ Պարզվում է, որ մեր նախնիները ունեցվածքը հողի մեջ թաքցնելու ժամանակ նրա վրա քար են տեղադրել, վրան օձի նկարով։ Քարի վրա պատկերված օձը պահպանում էր ունեցվածքը։ Դուք կզարմանաք, բայց դեռևս անցած դարի կեսերին մեր երկրում կար մարդկանց առանձնահատուկ մի դաս, օձեր հմայողներ, որոնց արևելքում անվանում էին ֆակիրներ։ Եթե որևէ մեկի տուն օձ էր մտնում, ֆակիր էին հրավիրում, որպեսզի նա հմայի, իսկ ապա եւ հեռացնի օձին տնից։ Ինչպես էին դա անում։ Նրանք տան շեմին կաթով լի որևէ թաս էին դնում ու սկսում էին արտաբերել հատուկ բառային բանաձևեր եւ օձը սողալով գալիս էր ու մտնում այդ թասի մեջ առանց որևէ մեկին վնասելու։ Մեր նախնիները օձերի հատկությունները սկսել են կարևորել այնքան, որ դրանք ընդգծելու համար դիմել են անգամ վիշապների օգնությանը։ Ի հայտ են գալիս չափազանցված երախներով, աչքերով, նախշերով օձեր, բայց ինչի համար է դա արվել։ Ինչու էր պետք ընդգծել արտաքին հատկությունները։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ մարդը օձերին չափազանցված սկսել է պատկերել միայն նրա նկատմամբ ունեցած վախից։ Սակայն հազիվ թե իրեն վախ ներշնչող կենդանու տոտեմը այդքան մեծ տեղ գտներ կենցաղում, իսկ ավելի ուշ բանահյուսության մեջ եւ արվեստում։ Հատկապես, եթե մենք դիմենք մեր հերոսներին, էպոսի մասնավորապես Սասունցի Դավթին, ապա նրա բազկապանը տարածիորեն այն պատկերագրություններ, որը ցույց է տալիս օձի գալարվող ֆիգուրը, պատկերը, եւ իզուր չէր, որ խաչ պատերազմին իր աջ բազկին կրելով նա նաեւ օձի պահպանիչ կերպարն էր, որպես այդպիսին օգտագործում եւ այդ օձը նաեւ ոչ միայն հանդիսանում էր ուժի խելքի, այլ նաեւ հմայելի ամուլետի նշանակություններ չար ուժերից, թշնամուց պահպանելու համար։ Ինչը կարող էր լինել պատճառը օձերի այնքան լայն ներկայությանը սիմվոլիզմի մեջ։ Ակնհայտ է, որ դա պետք է լիներ այնպիսի մի բան, որը ավելի ուժեղ էր վախից։ Իսկ ինչն էր մարդու համար վախից ավելի վեր, միայն պատկառանքը։ Այո, մեր նախնիներն օձերին մեծ պատկառանքով էին վերաբերվում։ Իսկ ինչով էր պայմանավորված այդ պատկառանքը այս կենդանու նկատմամբ։ Հնում մարդը շատ մոտ էր կանգնած բնությանը։ Նա շատ բան էր իմացել օձերի մասին։ Օրինակ, որ նրանք մարդու վրա երբեք չեն հարձակվում, միայն պաշտպանվում են։ Մարդը խորհրդանշաններ է ստեղծում ոչ միայն այն նպատակով, որ նրանք առողջություն կամ հարստություն բերեն, այլ փորձում է նմանվել այդ խորհրդանշանին։ Դա կարող է լինել եւ արտաքին, եւ ներքին նմանակում։ Այս նմանակման արդյունքում օձերը մարդու համար դարձան նաեւ իմաստության խորհրդանշան։ Իսկ ինչու էր մարդուն պետք նմանվել օձին։ Միայն մեկ պատճառով։ Նա արդեն գիտեր եւ գնահատել էր այս կենդանու առավելությունները։ Ահա այսպես օձը, որն արդեն վաղուց ջրի, ընտանիքի, բարեկեցության եւ հաջողության խորհրդանիշն էր, դարձավ նաեւ իմաստության խորհրդանիշ։ Պետք է ասել, որ վիշապային հատկություններով ժողովուրդը օժտում էր ոչ միայն իր հերոսներին ու աստվածություններին, այլև թշնամիներին, իրենց ուժն ու խելքը ընդգծելու համար։ Այդպես նա ել ավելի էր կարևորում իր հերոսին եւ նրա տարած հաղթանակը։ Հայկական Վահագն Աստծուն ժողովուրդն անվանում էր վիշապաքաղ Վահագն, այսինքն վիշապին քաղող, սպանող Վահագն։ Ահա Վահագնը վիշապի հետ մարտնչելիս։ Հստակ երևում են նմանությունները երկուսի միջև՝ մարմինը, դիրքը, հայացքները։ Բանահյուսական արվեստը մեզ հասցրել է նաև երկու հետաքրքիր բառակապակցություններ՝ վիշապամուխ թրեր և վիշապամուխ նիզակներ։ Փորձենք պարզել,
թե որտեղից են եկել այս արտահայտությունները։ Մեր պատմության լավագույն ժամանակներում զինագործ հայ վարպետները տիրապետել են մի կարևոր գաղտնիքի՝ ինչպես ստանալ ամուր, նիզակներ եւ թրեր։ Զենքը կրելու ավարտին զինագործները մխում էին այն ջրի մեջ, բայց ինչ ջուր էր դա։ Այստեղ սկսվում էին զինագործների ամենասրբազան գաղտնիքները։ Տարբեր ազգի դարբինները տարբեր գաղտնիքներ ունեին։ Դրանց մեջ կային զարմանալի, անգամ զարհուրելի պայմաններ։ Հայ զինագործ վարպետները ունեին իրենց միանգամայն գործուն գաղտնիքը։ Զենքը մխելուց առաջ նրանք ինչ-որ նյութ էին խառնում ջրին, իսկ այն, որ նրանց ձեռքով կռած զենքը իր ամրությամբ տարբերվել է ուրիշներից, փաստագրված է աղբյուրներում։ Գիտնականները ասում են, որ դա կարող էր ցինկի օքսիդ լինել։ Հենց այս խառնուրդի մեջ մխված թրերը ու նիզակները անվանվել են վիշապամուխ։ Վիշապագորգեր։ Նայեք այս վիշապներին, ինչպես են պահպանում տունը օտար աչքերից ու սև ուժերից։ Եվ քանի որ տունն ու հայրենիքը մեր նախնիների համար նույն բանն է նշանակել, վիշապները հայտնվել են դրոշների վրա, զինվորներին պահպանելու, ճակատամարտերում հաղթանակելու, տունն ու հայրենիքը անվտանգ դարձնելու համար։ Մենք գտնվում ենք Օձի պորտ կոչվող վայրում։ Քարապի մեջ հստակ տեսնում ենք գույնով ընդգծված ցայտուն այս զանգվածը։ Պատմում են, որ Հովհաննես Օձնեցին է քարացրել այս ահռելի վիշապին, ասելով. «Քար դարձիր ու քո պորտից թող բուժիչ ակունք պատրվի ու մարդկանց համար դեղ դառնա»։ Տեղաբնակները վստահ են, որ այս ակունքները բուժիչ են, այստեղ գալիս են երկրպագելու եւ բուժիչ ջրով լվացվելու համար։ Ոսկուց եւ արծաթից պատրաստվող այս զարդերը մեր պատմության մեջ առաջին անգամ երևում են դեռևս բրոնզի դարում։ Ավելի ուշ հանդիպում են նաեւ պողպատից։ Բանահյուսական աղբյուրները նշում են, որ պողպատից պատրաստված այս ապարանջանները կանանց բուժել են չբերությունից։ Սակայն կար կարևոր մի հանգամանք։ Զենքը պետք է պատրաստվեր ավագ հինգշաբթի գիշեր լույս ուրբաթ եւ ուշադրություն, դարբինը պետք է կանգնած լիներ մեկ ոտքի վրա։ Օձի պաշտամունքը մասնավորապես կապվում է ջրի հետ, հավերժության հետ, իմաստության հետ, ստորին եւ արտաքին աշխարհների իմաստավորման հետ։ Այդ առումով առանձին իրեր առարկաներ, որոնք փաստագրվել են պեղումների ժամանակ, իրենց վրա ունեն պատկերագրություն ջրի պաշտամունքի, օձի պաշտամունքի հետ կապված, դա խեցեղեն նմուշներն են, մետաղի առարկաներն են, որոնք ցույց են տալիս նոր քարեդարյան ժամանակաշրջանից սկսած մինչև անգամ նախաքրիստոնեական ժամանակները օձի պաշտամունքի եւ օձի նկատմամբ մեր հայկական լեռնաշխարհի բնիկների, մեր նախնիների վերաբերմունքի մասին։ Քրիստոնեության տարածման հետ օձերի ներկայությունը հայկական խորհրդանշաններում սկսեց նվազել։ Առաջին հերթին դա պայմանավորված էր Ադամի, Եվայի եւ օձի մասին բիբլիական հայտնի առասպելով։ Սակայն դա չի նշանակում, որ եկեղեցին սկսեց օձերին բացասական վերաբերվել։ Մարդկությանը հայտնի ուսուցիչները հաճախ են պատկերվել ցուպը ձեռքերին, սակայն հազիվ թե դա սոսկ հենվելու համար է եղել։ Մովսեսը, Քրիստոսը, Մոհամեդը, Բուդդան։ Մեր ժամանակները եւս բացառություն չեն։ Այժմ եւս եկեղեցու առաջնորդների ձեռքին հաճախ կարելի է գավազան տեսնել։ Ինչ է խորհրդանշում հայ առաքելական եկեղեցու առաջնորդական գավազանը։ Ավետարանը այսպես է պատկերում գավազանի օձի հետ առնչված, ասում է իմաստուն եղեք օձերի պես եւ աղավնիների պես մաքուր։ Եվ դարեր շարունակ վարդապետական գավազանը ինքը օձագլուխ է եղել։ Այսինքն օձը խորհրդանշում է իմաստությունը, իսկ վարդապետելու իշխանությունը ամեն մեկին տրված չէր, այլ իմաստուն մարդկանց։ Դրա համար դարեր շարունակ նույնիսկ վանական համալիրների դիմաց կանգնացվում էին հուշակոթողներ օձի գավազանով, այսպես օձագլուխ գավազանով։ Ծիսական գավազանների շատերի վրա օձեր են պատկերված։ Կան նաև երկգլխանի օձեր, բայց ուշադրություն դարձրեք, բոլորը պատկերված են բաց երախներով։ Առհասարակ հերալդիկայում ընդունված է կենդանիներին պատկերել բաց երախներով, թռիչքի կամ ցատկի պահին,
բացած թևերով կամ վերցած պոչով։ Այդ ամենը խորհրդանշել է ուժ եւ կարողություն։ Իսկ ինչ օծեր կան Հայաստանում։ Ովքեր են մեր նախնիների մոտ այդքան պատկառանք առաջացրել իրենց նկատմամբ։ Հայաստանում բնակվող 23 տեսակի օծերից թունավոր են միայն 4-ը, բոլորը իժեր։ Դարևսկու իժը, Լեռնատափաստանային իժը, Կովկասյան գյուրզան եւ իհարկե հայկական իժը։ Մարդու եւ օծերի հանդիպումները գրանցվում են ապրիլ ամսվանից սկսած, երբ նրանք դուրս են գալիս ձմեռային քնից, մինչև նոյեմբեր, երբ հեռանում են ձմեռային քնի, սակայն առավել հաճախ խայթելու դեպքեր գրանցվում են գյուղատնտեսական աշխատանքների եռոն շրջանում, հունիս եւ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Անհրաժեշտ է իմանալ, որ կա վտանգից խուսափելու երկու շատ արդյունավետ միջոց։ Առաջինը ռետինե երկարաճիտ կոշիկներն են։ Դա կպաշտպանի նվազագույնը ձեր ոտքերը։ Երկրորդը այն վայրերում, որտեղ հավանական է իժի կարող եք հանդիպել, քայլեք դոփելով։ Օծերը գրեթե կույր են եւ չունեն լուսողության օրգաններ։ Դրա փոխարեն ողջ մարմնով զգում են ցանկացած տատանում։ Երբ մենք դոփելով քայլում ենք, տատանում ենք առաջացնում եւ իժերը զգալով մոտեցող վտանգը հեռանում են։ Իսկ ինչ անել, եթե այնուամենայնիվ օծը խայթել է մեզ։ Պետք չի դնել, ասենք, դասական այն մեթոդները, որոնք ժողովուրդը գիտի, օրինակ ժգուտ, արտածծել եւ այլն։ Ժգուտի դեպքում թույնը կուտակվում է տվյալ տեղամասում, թունավորման ուրեմն այդ հատվածում, որը հետագայում կարող է բերի շատ ավելի խիստ բարդ ռեակցիաների տեղային, միջև փտախտ եւ ուրեմն վերջույթի կորուստ։ Արտածծելը կարող է շատ արագ իմաստ ունենալ, սակայն պետք է վստահ լինել, որ բերանի խոռոչում չկա որևիցե վնասվածք, որը կարող է նպաստի, որ թույնը ներթափանցի արյուն, քանի որ թույնը ազդում է միայն արյան մեջ։ Պետք է ասել, որ Հայաստանում տարածված 4 տեսակների մեջ առավել վտանգավորը Կովկասյան գյուրզան է, ապա գալիս է հայկական իժը, իսկ ահա մյուս երկու տեսակները՝ Լեռնատափաստանային իժը եւ Դարևսկու իժը, գրեթե վտանգավոր չեն։ Ոչ մի դեպքում խուճապի մի մատնվեք։ Խուճապը արագացնում է արյան շրջանառությունը եւ հետեւաբար թույնի տարածումը։ Հեռացեք մի ստվերոտ անվտանգ տեղ եւ խմեք մեծ քանակությամբ ջուր, մինչեւ հասնի օգնությունը։ Դաշտ դուրս գալուց առաջ ունեցեք ձեզ հետ հեռախոս եւ բավարար քանակությամբ ջուր։ Շատ բարդ կարող են լինել միայն խայթոցները, որոնք թույլ են տալի թունավոր մասերին ներմուծվել միանգամից խոշոր արյունատար անոթներ, որովհետև դա շատ արագացնում է ռեակցիան, բայց քանի որ սովորաբար խայթոցը լինում է որևիցե վերջույթի տեղամասում, ապա մարդն ունենում է բավականին ժամանակ, որ օգնություն կանչի կամ հասնի որևիցե բուժկետ։ Լավագույն տարբերակում, վատագույն տարբերակում ավելի լավ է իհարկե փորձել տեղային ինչ-որ միջոցներ կիրառել, օրինակ խմել մեծ քանակությամբ միզամուղ հեղուկներ, ընդ որում ցանկալի է, որ դա լինի բնական ուրեմն հեղուկներ, ինչպես մասուրի հյութ, թեյ եւ այլն, եւ ոչ թե ինչ-որ քիմիական միզամուղ, որը կարող է ըստ քիմիական բաղադրամասի եւս ռեակցիա տալ թույնի բաղադրամասերի հետ։ Հիշեք, եթե մենք հակաթույն չենք ստացել, բնավ չի նշանակում, թե պիտի մեռնենք, որովհետև մեր իժերի թույնը, որպես այդպիսին, մահացու չէ։ Մահով ավարտվող դեպքերը եզակի բացառություն են։ Մարդը մեռնում է ոչ թե թույնի տոքսիկ հատկությունների պատճառով, այլ ալերգիկ։ Այսօր բժշկությունը ստացել է երկար սպասված ունիվերսալ հակաթույն, որը, բացի Կովկասյան գյուրզայից, արդյունավետ է մնացած 3 տեսակների խայթելու դեպքում։ Ստացվում է, որ մեզ բավական է ճանաչել միայն գյուրզային եւ արդեն կարող ենք օգնել բժիշկներին ընտրել հակաթույնը։ Օգտակար կլինի նաեւ մտապահել ճիշտ տեղը կամ նշել բնակավայրի անունը, որպեսզի ըստ տարածվածության հնարավոր լինի հասկանալ տեսակը։ Եվ վերջապես, ինչպես զանազանել թունավոր օձ է խայթել մեզ, թե ոչ։ Թունավոր օձի խայթոցից առաջացած ցավը շատ սուր է, տեղը արագ կապտում ու այտուցվում է, պարզ երևում են թունավոր ատամների հետքերը։ Ինչի համար է թույնը պետք օձերին։ Օձերի ատամները նախատեսված չեն ծամելու համար։ Նրանք իրենց սնունդը ամբողջությամբ կուլ են տալիս, եւ որպեսզի զոհը չփորձի դուրս պրծնել երախից,
Օձը թույնի միջոցով պարզապես անշարժեցնում է նրան։ Թույնը նաև նպաստում է մարսողությանը։ Ամեն ինչ պարզ է, օձին ընդամենը անհրաժեշտ է սնվել։ Պետք է ասել, որ օձը բնավ շահագրգռված չէ սպանել մեծ չափեր ունեցող կենդանու, եւ քանի որ մեր օձերի երկարությունը առավելագույնը 1.5 մետր է, պարզ է, որ օձերի գաստրոնոմիական ճաշակներին մենք չենք համապատասխանում։ Եթե նա մեզ խայտի, կարող է բաց թողնել մոտակա ընթրիկը, որովհետև թույնի նոր մասնաբաժին կուտակելու համար նրան ժամանակ է պետք։ Եվ այսպես, թույնը օձին անհրաժեշտ է միայն սնվելու համար։ Այդ դեպքում ինչու է նա մեզ խայթում, եթե միևնույն է չի կարողանալու կուլ տալ։ Փորձենք հասկանալ։ Թունավոր օձերը սարսափելի են միայն առաջին հայացքից։ Իրականում նրանք շատ բարյացակամ են։ Բացենք փակագծերը։ Խայթելուց առաջ նրանք ուղղահայաց դիրք են ընդունում մարմնի առջևի հատվածով։ Այս ընթացքում մենք պետք է հասցնենք հեռանալ, որպեսզի օձը զգա, որ իրեն այլևս վտանգ չի սպառնում։ Երբ մենք հեռանում ենք, նա խաղաղվում է, վերադառնալով գետնատարած դիրքի։ Սակայն հիշեք, Հայաստանում տարածված բոլոր օձերը զգուշավոր են եւ վտանգ զգալիս գերադասում են հեռանալ առաջինը։ Միայն այն դեպքում, երբ դա չեն հասցնում, խայթում են։ Ստիպված, որպես պաշտպանության ձև։ Սակայն խուճապի պատճառով մենք հաճախ սխալ գործողություններ ենք անում։ Օրինակ, մնում ենք անշարժ կանգնած։ Այդ դեպքում օձը մեզ ընկալում է, որպես նման մարտական դիրք ընդունած վտանգավոր կենդանի, եւ նրան ոչինչ չի մնում անել, քան հարձակվել, չզոհացնելով իրեն սպառնացող վտանգը։ Նույնիսկ խայտելուց հետո իժերը կրկին ֆշշացնում են, ասես կրկնակի տեղեկացնելու համար, որ մեզ թունավոր օձ է խայտել եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել։ Մարդուն, չգիտես ինչու, սարսափեցնում է օձերի երկճյուղ լեզուն, սակայն դա ընդամենը հետազոտական լաբորատորիայի պես մի բան է։ Օձերը չունեն լսողության օրգաններ եւ գրեթե կույր են։ Երբ նրանք հանում են լեզուն, պարզապես ինֆորմացիա են հավաքում շրջապատի մասին, որը այնուհետև վերլուծում են բերանի խորոչում հատուկ դրա համար բնությունից պարգև ստացած ռեցեպտորների միջոցով։ Մենք հիմա իժերի մասին բավական բան գիտենք, եւ նրանք դադարեցին արդեն սարսափելի լինելուց։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու ենք մենք սպանում նրանց, չէ՞ որ նրանց թույնով պատրաստված դեղերը ազատում են մեզ շատ ու շատ առողջական խնդիրներից։ Ներկայումս հայկական իժի թույնը միակ միջոցն է, որը կիրառվում է այնպիսի ծանր հիվանդության բուժման մեջ, ինչպիսին է մաշկի չարորակ ուռուցքը։ Սա շատ կարևոր է մտապահել, որովհետև մեր իժերը կարմիր գրքում են արդեն հայտնվել, եւ եթե մենք նրանց կորցնենք, ինքներս մեզ փակուղու առաջ կկանգնեցնենք։ Հիշենք, մեր իժերի թույնը մահացու չէ, ավելի լավ է աշխատենք պարզապես նրանց չհանդիպել։ Օրվա ամենաշոգ ժամերին օձերը թաքնվում են արևից։ Եթե օդի ջերմաստիճանը անցնում է 28-ից, նրանց հանդիպելը գրեթե հնարավոր չէ։ Նրանք հեռանում են իրենց տաքստոցները։ Հակառակ պարագայում արյունը կսկսի տաքանալ եւ օձերը պարզապես կմեռնեն։ Մեզ հանդիպած ամեն օձ չէ, որ թունավոր է։ Եվ եթե մենք սովորենք նաև զանազանել թունավոր օձերին ոչ թունավորներից, մեզ ավելի ապահով կզգանք։ Եվ ուրեմն, եկեք հիշենք 4 շատ պարզ, բայց կարևոր բան, ինչպես նրանց զանազանել։ Խոսքը իհարկե Հայաստանում հանդիպող օձերի մասին է։ Առաջինը, թունավոր օձերի պոչը կարճ է, 4-ից 5 սանտիմետր, ավարտվում է միանգամից, ասես հատված լինի, եւ ծայրին ունի սրություն, մինչդեռ ոչ թունավոր օձերի պոչը ավելի երկար է եւ ավարտվում է աստիճանաբար։ Երկրորդ, թունավոր օձերի բիբերը երկայնակի ուղղահայաց են, հիշեցնում են բրնձի հատիկ, մինչդեռ ոչ թունավոր օձերի մոտ բիբերը կլոր են։ Երրորդ, թունավոր օձերի գլխի վերևի թեփոկանման վահանիկները մանր են, ինչպես եւ մարմնի մնացած մասերում, այն դեպքում, երբ ոչ թունավոր օձերի մոտ դրանք ավելի խոշոր են։ Չորրորդ, թունավոր օձերի թեփոկանման վահանիկները իրենց եզրերում ավելի ցայտուն են, ասես անհարթ, մինչդեռ ոչ թունավոր օձերի մոտ հարթ են։ Հիշում եք, մենք ասացինք, որ մեր նախնիների համար օձերը եղել են բարեկեցության եւ ունեցվածքի պահպանության խորհրդանշան։ Նրանք օձերից զգուշանում էին, սակայն երբեք չէին սպանում։
Գիտեք ինչու։ Որովհետև ճանաչում էին նրանց եւ գիտեին ինչպես պահել իրենց։ Ժամանակակից մարդը հեռացել է բնությունից եւ պայքարում է նրա դեմ, չհասկանալով, որ պայքարում է ինքն իր դեմ։ Հիմա մենք մոռացել ենք օձերի մասին գիտելիքները եւ փոխարինել ենք դա վախերով։ Մենք սպանում ենք օձերին ու թունաքիմիկատներով պայքարում ենք կրծողների դեմ, ըստ որում քիչ արդյունավետ։ Օձը լինելով սառնարյուն, ոչնչացնելով կրծողներին, վերջ է տալիս նրանց կողմից տարածվող վարակներին։ Փորձեք հանգիստ թողնել օձերին, հավատացնում եմ, նրանք ձեզ երախտապարտ կգտնվեն։ Եվ աշնանը ձեր ունեցվածքի նկատելի աճ կգրանցեք։ 4.500 տարի առաջ Նոյան տապանի վրա օձը իր պոչով փակեց անցքը եւ դրանով փրկեց կյանքը մոլորակի վրա։ Այսօր սպանելով օձին մենք բացում ենք այդ անցքը եւ մեր տապանը կարող է խորտակվել։